Հայաստանի միջազգային պահուստները հասել են պատմական առավելագույն մակարդակի։ Կենտրոնական բանկի տվյալներով հոկտեմբերին միջազգային պահուստները հասել են 4 միլիարդ 541 միլիոն դոլարի, ինչը տարեսկզբի համեմատ մոտ 1,2 միլիարդով ավելի է։ Գումարի մեծ մասը 4 միլիարդ 512 միլիոն դոլարը արտարժույթով պահուստներն են։ Միշտ պետք է հետևես փոխարժեքին, փոխարժեքը քանի որ կայուն է, կարելի է համարել, որ ավելցուկային ներհոսք ունեցել, որը եւ գնացել է պետական պահուստների աճին։ Հակառակ դեպքում մենք կունենայինք դրամի ավելի արժևարում։ Միջազգային պահուստները նաև երկրի ֆինանսական անվտանգության կարևոր բաղադրիչներից են։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հիշեցնում է, որ վերջին տարիներին աճի տեմպերը եղել են աննախադեպ։ Եթե դիտարկենք օրինակ նվազագույն կետերից մեկը վերջին 3 տարվա կտրվածքով 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտին մենք ունեցել ենք 2 միլիարդ 940 միլիոն։ Այսինքն համեմատելով այդ պերիոդի հետ մենք կունենանք մոտավորապես 1,6 միլիարդի աճ։ Այսինքն հսկայական աճ, որը 2-3 տարվա ընթացքում գրանցվել է։ Համեմատության համար նշենք, որ վերջին օգոստոսից մինչև հոկտեմբեր ամիսների դրությամբ աճը եղել է առաջանցիկ եւ գրեթե բոլոր ժամանակահատվածների ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել։ Սակայն պահուստների բարձր մակարդակը պետք է դիտարկել նաև ներմուծման ծավալների եւ պետական պարտքի համեմատությամբ, նշում է Բագրատ Ասատրյանը։ Բացարձակ թիվը իհարկե աճել է, միանշանակ լավ է, բայց հարաբերական թիվը նվազել է։ Այսա պետք է անհանգստացնի։ Իհարկե ոչ մի կանոն չկա, թե քանի ամսվա ծածկույթ պետք է ունենաս համեմատության համար կարող ենք ասել, որ անցած տարի օրինակ ներմուծման ծավալները 17 միլիարդ էին ասում։ Դա պայմանավորված էր կոնկրետ գործոնով, ընդ որում վերաարտահանում կամ ներմուծում արտահանում գործոնով իրար հետ փոխկապված։ Այս դեպքում իհարկե ցուցանիշը տեղի չի բերել, բայց մտածելու տեղի կա։ Նվազումը մենք ունենք։ Թե քանի ամսվա ներմուծման ծածկույթը ապահովել պահուստը, այս թիվը նվազում է։ Վիլեն Խաչատրյանի խոսքով պահուստների միջին տարեկան մակարդակը մոտենում է 4 միլիարդ դոլարի։ Դրան նպաստում են ինչպես կենտրոնական բանկի գնման քաղաքականությունը, այնպես էլ ներդրումների, ավանդների, արտահանման ու տուրիզմի աճող դոլարային հոսքերը։ Խաչատրյանն առանձնացնում է նաև դրական կողմերը։ Սա կապահովի առաջին հերթին ֆինանսական կայունություն, սա առաջին գործոնն է, որը ապահովում է։ Երկրորդ, ապահովագրվում ենք մենք փոխարժեքի կտրուկ տատանումներից, որովհետև արտարժութային այդ պահուստները օգտագործում են կտրուկ տատանումների ժամանակ թույլ չտալու համար տնտեսության այդ վայրիվերումները կամ ցնցումները։ Կենտրոնական բանկերը աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի նման շոկեր չգրանցվեն, եւ միջազգային վարկանիշն է բարձրանում մեր այն պարզ պատճառով, որ մեր պահուստները արդեն խոսում են այն մասին, որ տնտեսությունը կայուն է։ Պահուստներում շատ կարևոր է դիվերսիֆիկացիան, շեշտում է Բագրատ Ասատրյանը։ Նախ անհրաժեշտ է ոսկու պաշարներ ունենալ, իսկ այլ արժույթների առումով պետք է կարևորել, թե որ երկրների հետ է հիմնական առևտուրը։ Սարի արժույթներից եվրո շուկայում մենք ունենք մեծ ծավալներ եւ ինչ որ մասը պետք է եվրոյով, իհարկե ճիշտ կլինի արտացոլել եվրոյով։ Ինչու՞ չէ, պետք է մտածել մի քիչ առաջ։ Հիմա արևելքը զարգանում է, նույն ասենք Չինաստանը, որ այդ եւ արևելային կապեր եւ յուանը ինքը արդեն դարձել է պահուստային արժույթ։ Կարելի է մտածել։ Ես չեմ ասում հենց հիմա լուծել, ուղղակի պետք է մտածել, լուծումները պետք է լինեն այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի։ Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով միջազգային պահուստների աճը մի կողմից մեծացնում է երկրի ֆինանսական կայունությունը նվազեցնելով փոխարժեքի կտրուկ տատանումների ու արտաքին շոկերի ռիսկը, մյուս կողմից այն ունի նաև ռիսկեր։ Իհարկե շատ ունենալ եւ ասենք տարիներով սպասարկելու պահուստ ունենալու գաղափարը եւս ճիշտ չի։ Ինչպես ասում են, քնեցված կամ հնարավոր օգուտը տնտեսությունից չստանալու գաղափարն է եւ այդ պահուստը պետք է նաեւ ինչ-որ ձևով տեղաբաշխվի, որպեսզի բերի տնտեսության մեջ ավելի մուլտիպլիկատիվ էֆեկտ եւ ապահովի որոշակի արդյունք։ Մասնագետները շեշտում են, պատմական բարձր պահուստները Հայաստանին տալիս են ավելի դիմակայուն ու կանխատեսելի տնտեսական միջավայր, սակայն այդ ներուժը լիարժեք բացվելու է միայն այն դեպքում, երբ միջոցները կառավարվեն ճշգրիտ եւ նպատակային։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։